կարճ ժամանակում Վալոդյան հասցրեց անել առելի աշխատանք, սիրվել, հարգվել համայնքի բնակիչների կողմից, բոլորի համար մեծ կորուստ, չգիտեմ խոսքեր չկան, ծանր է առաջին հերթին իհարկե։ Դեպքի մասով մի քիչ 2 օր անցել արդեն եւ դեռ ոչ կասկածյալ կա, ոչ մեղադրյալ, ոչ որևէ մեկը հայտնաբերվել կամ ձերբակալվել է։ Ապա չեմ կարա։ Իրավապահ մարմինների պատասխանատվությունն է երկրի ղեկավարի գլխավորությամբ, որովհետև անկախ նրանից թե սպանության պատճառները ինչն են, սպային վարկածներ չեմ ուզի քննարկել, բայց երբ ավտոմատիկ կրակահերթով մարդիկ են սպանվում փողոցում, միանշանակ իրավապահ համակարգի բաց թողումն է, երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը եւ փոխանակ դրանով զբաղվեն, իրավապահ համակարգը չգիտես ինչով է զբաղվում եւ այո, արդեն երկու օր է անցել է եւ առնվազն որևէ տեղեկություն չկա կասկածյալների, ձերբակալվածների։ Հույս ունենք, որ մեղավորները կպատժվեն, մենք անելու ենք առավելագույնը, որ հետևողական ենք լինելու առնվազն գոնե հաշվի առնելով, որ իրավապահ համակարգի պատասխանատվությունն է եւ օրենքի շրջանակներից դուրս որևէ լուծում չունի այս հարցը, մեղավորները պետք է բացահայտվեն եւ դատարանի առջեւ խիստ պատիժ կրեն։ Այսօրին այս ամեն տակ որոշակի շրջանակներ քաղաքական ենթատեքստ են դնում, ինչը բորբոքել էր քաղաքականների էմոցիաները, նրանք ֆոնդում են մեղադրում են ասում են դուք ոնց որ ուրիշի մաբան հաշվին փորձում եք դիվիդենդ հավաքել, այստեղ որևէ քաղաքական պատվեր չկա։ Ինչ առաջ Արմավիրի մարզպետը եկավ եւ առավոտյան մեզ ասում էր, որ քաղաքական պատվերը բացառում է։ Դուք քաղաքական ենթատեքստից ամենում տեսնում եք։ Նկատել եմ նման ծայրահեղ մոտեցումներ, Վալոդյա Գրիգորյանը առաջին հերթին իմ ընկերն է, մեր ընկերն է եւ մեր համար սա անձնական ողբերգություն է եւ այս պահին որովհետեւ մոտիվ չենք տեսնում եւ մեր դիրքորոշումը ցույց տանում է, որ մենք կորցրել ենք մեր ընկերոջը եւ նաեւ խնդրում եմ բոլորին զերծ մնալ ծայրահեղ շահարկումներից։ Ծայրահեղը քաղաքական է նկատում եք եւ քաղաքական մոտեցում։ Քաղաքական ծայրահեղ շահարկումներից առնվազն այս պահին զերծ կմնանք որևէ մոտիվի մեկնաբանություն տալուց, իրավապահ համակարգի եւ իշխանությունների նաեւ պատասխանատվությունը կանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը եւ դրանով փարատեն որևէ կասկած, որևէ մտահոգություն եւ դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ, նաեւ հիշենք, որ սպանվածներից մյուսը Վալոդյա Գրիգորյանի ընկերը Կարենը, այո, որ ես նույնպես մտերիմ եմ, ոստիկանության ծառայող է եւ ոստիկանությունը կարծում եմ նաեւ այդ մասով պատվախնդրություն պետք է դրսևորի։ Իդեպ ոստիկանապետն ու ներքին գործերի նախարարը առաջ այստեղ են, դուք տեսակ իհարկե որևէ բան չմեկնաբանեցին, չցանկացան խոսել եւ նորություն էլ չունեն, ճիշտ ասած ասելու դեպքի հետ կապված դուք իրենց ուղիղ պատասխանատվությունը տեսնում եք թերացման, վատ աշխատանքի կամ չգիտեմ, շուտ մատների արանքով նայելու մասով։ Բնական է, ընդհանուր իրավիճակին երկրում հանցագործության չկանխարգելման պատասխանատվությունը իրավապահ համակարգի ղեկավարությանն է։ Նույնիսկ եմ կրկնում առնվազն այն, որ երկրով մեկ վխտում է ապօրինի զենքը եւ այդ ուղղությամբ էական քայլեր չեն ձեռնարկվում, դա ծնում է հանցագործություն։ Այսինքն ոչ թե պետք է հենց այդ հանցագործության պահին կանխարգելվի։ Ես չեմ ուզում մասնագիտական մեկնաբանություններ տալ, բայց իրավապահ համակարգը շատ լավ է տիրապետում երկրում հանցագործության պոտենցիալ ունեցող շրջանակներին, առավել եւս փոքր բնակավայրերում եւ այդ ուղղությամբ աշխատանքները թերացել են, ինչը բացի թողի վիճակում է։ Ակնհայտ է, որ հանրապետությունում հանցագործությունների կտրուկ աճը եւ նաեւ բեսպրիձելը արդեն այն մակարդակի է հասել, որ նման դեպքերը յուրաքանչյուր պահի կարող են պատահել։ Խնդիրը միայն Վալոդյա Գրիգորյանի քաղաքական կարգավիճակը չէ, ցանկացած մարդու նման ձևի ողբերգական մահը իշխանությունների բաստողումն է եւ այդ ուղղությամբ աշխատանքները էական թերանում են։ Եվ մի բան է, պարոն Արաքելյան, այս դեպքը, այս ողբերգական դեպքը
կապ ունի արդյոք Պետրովանի այս համայնքը նորից տեղի ունեցած կրակոցների ավելի ողբերգության հետ այն ժամանակ էլ հանձնվեց մեկը մյուսի շարունակությունը կամ վրեժխնդրություն կարող է լինել Վալոձե Գրիգորյանը եւ իր ընտանիքը որովհետեւ առնչություն չեն ունեցել այդ ամիսներ առաջ տեղի ունեցած դեպքի հետ հետեւաբար բացառում եմ որ այդ դեպքի հետ կապ ունենա որովհետեւ որովհետեւ առնչություն նման միջավայրի Գրիգորյանը չի ունեցել։ Որպես քաղաքական խմբային առումով հակառակորդներ են այստեղի այսպես խմբերի բաժանված են այդպես ասենք։ Այո, եղել են որոշակի լարվածություն, այդ լարվածությունը նաև հրապարակային դուք էլ եք ականատես եղել, բայց նման մտահոգություն, նման միտում Վալոձե Գրիգորյանի կողմից չի նկատվել, որովհետև գրեթե ամենօրյա շփման մեջ եմ եղել իր հետ, լծված էր աշխատանքին, ամենօրյա առաջիկա ամիսներին նույնիսկ ավելի երկարաժամկետ ծրագրերով այդ օրն բարձր տրամադրություն ուներ, առաջիկայում հաջորդ շաբաթ նաև Փարաքարի տոնն էր, մեծ ոգևորությամբ պատրաստվում էր այդ օրվան, ամբողջ թիմով հետևաբար որևիցե մտահոգություն, որ հնարավոր է ինչ-որ մարդկանց հետ լարվածություն լինի, որը կարող է նման խնդիրների բերի իր մոտ չի եղել միանշանակ։